շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Անցած շաբաթ Միքայել Սրբազանը կալանավորվեց 2 տարի ժամանակահատվածով։ Սա ինչ է նշանակում, որ ինչպես են դատավորները ենթարկվում Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ մեր մյուս Սրբազանն է այս պահին կալանավորված եւ 18 արդարների գործը շարունակվում է։ Սամվել Կարապետյանը, խնդրեմ։ Եկ ամենազավեշտը նա է, որ արդեն այլևս խոսել Նիկոլ Փաշինյանի գործողությունների, հրահանգների եւ այլն արդեն անիմաստ է։ Պետք է ասել, թե ոնց են ենթարկվում նրա հրահանգներին այն մարդիկ, որոնք որ պետք է որ պատիվ ունենան, արժանապատվություն, պետք է պրոֆեսիոնալ իրենց մակարդակը պահեն, այսինքն ես հիմա ուզում եմ հասկանամ դատավորներ, որոնք որ այդպես հրահանգով իրականացնում են նրա ցանկությունները կամ այս իշխանության ցանկությունները։ Լավ, դուք վաղը պատասխան եք տալու ձեր արժև, ձեր ընտանիքի արժև, ձեր ժողովրդի արժև, վերջապես ձեր պրոֆեսիոնալ այդ շրջապատի արժև։ Դուք դրա մասին գոնե մտածում եք։ Արմինե Մելիքսեթյան, չգիտեմ, ուրիշ են Արմեն Դանիելյան եւ այլ ինչ ազգանուններ կան, որոնց այդքան հեշտ չի հիշվում։ Հասկանալի էր, չէ, որ այո, դուք վախեցաք կամ դուք ինչ որ մի պարտականություն եք կատարում, դուք ինչ որ վախենում եք, որ ձեր պաշտոնը կկորցնեք եւ այլն։ Լավ, տիկին, բայց դուք կարող եք, չէ, գոնե փոխել կամ այս կամ այն հոդվածը, կարող եք նրան պայմանական դատապարտել, գոնե, չեմ ասում, այնքան խիզախություն ունենայիք, որ հրաժարվեիք, որտեղ պարզ երևում է, որ դա շինծու գործ է, որ դա ընդհանրապես հրահանգ է, պատվեր է, որ դուք անպայման նրան պետք է կալանավորեք։ Բա ոնց կարելի էր հոգևոր դասի մարդուն այն էլ այնպիսին, ինչպիսին Միքայել Սրբազանն է։ Ինչպես կարելի էր նրան ուրեմն ուղարկել բանտ եւ հանգիստ խղճով գնալ այդ օրը տուն, հա։ Ես իրոք չեմ կարողանում հասկանալ։ Չէ՞ որ դուք չեք դատել հանցագործին։ Դուք դատել եք հոգևոր դասի ամենաբարձր մակարդակի մարդկանցից մեկին, որը ամբողջ իր կյանքով հաստատել է, որ ինքը այս երկրի, մեր երկրի ամենամեծ հայրենասերներից է, մեր ժողովրդի արժև ունի մեծ հեղինակություն եւ այլն։ Եվ որովհետեւ այսօրվա այս իշխանավորը, որը որ գտնում է, որ իր ասածը բոլորը պետք է ենթարկեն եւ կատարեն, դուք էլ նույնն եք անում։ Արդարադատությունը չի մահանալու արդարությունը, այդ մի բան է, եւ հետո երբ որ հանգարց Աստված մի արած է իհարկե, բայց որևէ միտեղ ձեզ մոտ անհաջողություն լինի, մեղմ եմ ասում, չզարմանաք։ Կյանքը շատ արդար է այդ տեսակետից։ Անպայման ձեզ պատասխան տալու է։ Այդ բումերանգը գալու է։ Եվ այստեղ է, որ հիմա մենք պետք է ասենք, որ մենք խոսենք արդեն այն մարդկանց մասին, դիմենք նրանց, ովքեր կամակատար են դարձել։ Որովհետև խոսել Նիկոլի վերաբերյալ իմաստ չունի, նա ծրագրավորված ֆունկցիոնալ ուրեմն գործողություններ է կատարում։ Նա արդեն մեզ համար պարզ է եւ հասկանալի է, որ այդ համակարգը, որպեսզի մենք այդ համակարգից դուրս գանք եւ փոխենք այդ համակարգը, անհրաժեշտ է, որ իրենց հեռացնենք, սա պարզ է։ Բայց լավ, այն մարդիկ, որոնք որ այդ իրավապահ մարմիններում են աշխատում, դատախազությունում են աշխատում, որոնք գալիս են մեղադրանք են ներկայացնում, ասում եմ իրականում անմեղ մարդկանց, բայց հետո էլ շատ մեղմ են վերաբերվում իրական հանցագործներին։ Ոնց հասկանանք ձեզ։ Ես համոզված եմ հետևյալում, որ դատական համակարգը այսօր շատ ավելի հիվանդ է, քան մյուս համակարգերը։ Շատ ավելի, որովհետև հենց դատական համակարգից է գալիս արդյոք իրավապահ մարմիններում կլինի այն մթնոլորտը, որը պահանջում է օրենքը, օրենքի կատարելը, այլ ոչ թե օրենքը քեզ ենթարկելը։ Ոնց ուզենաք, այնպես էլ շուռ գաք։ Այնպես որ այս հարցում միանշանակ է։ Ես նաև ուզում եմ զարմանքս արտահայտեմ, թե ոնց եղավ, որ երբ որ Միքայել Սրբազանին ժողովուրդը թույլ չէր տալիս, որ նա գնա հանձնվի,
հանկարծ դատապաշտպաններից կարծեմ Արա Զորագանը համոզում էր, որ ոչինչ, պետք է գնալ, հետո նոր կտեսնենք, չգիտեմ ինչ եւ այլ։ Բայց չէ որ այն ժամանակ այդ պահին ժողովուրդը պատրաստ էր պաշտպան կանգնել մեր սրբազաններին եւ նաեւ գալ ավելի շատանալ, քանի դեռ այդ գործողությունը չէր կատարվել, այսինքն սրբազանին ուժով չէին տարել։ Ուրեմն այս պարագայում նույնպես հասկանալի չի դատապաշտպանների գործողությունները։ Ինչի վրա եք հույս դրել, որ ինչ է դատարանը կարող է պատահի արդար լինի, թե դուք ուզում եք որ այս նոր process-ը եւս մի անգամ հաստատի, որ մենք բոլորս գիտենք ինչ պետք է լիներ։ Դրա համար ինձ համար իրականում անհասկանալի է այս պահվածքը։ Եվ որոշակի ուրեմն արդարացումը, թե հա, այստեղ էլ կարող է լինել այդպիսի մոտեցում։ Այնպես որ հիմա պահն է եւ ես ուզում եմ այս միտքը շարունակել, որ խոսել է պետք արդեն այն մարդկանց մասին, որոնք կատարում են այդ